կտեղադրեմ հենց այս նյութի մեջ, որպեսզի ընդհանուր կարծիք կազմեք։ Այն դատական պրոցեսների մասին եմ ցանկանում խոսել, որոնք մեկնարկեցին մի քանի տարի առաջ իմ անձի շուրջ, այդպես անվանական Գայանե Սարգսյան այդ անձի շուրջ, այդ տեղի ունեցող քաոսային ուղղակի այսպիսի խառնաշփոթ իրավիճակ էր։ Մի քանի հոգի իրար հետ, որոնք երկու հոգու գլխավորությամբ էին գործում, դրանք բոլորը միասին համացանցում ամենավերջին այդպես բամբասանքները, զրպարտությունները իմ հասցեին էին հղում։ Եվ ահա այդ նյութը մեզ մոտ պահպանված է, չնայած նրանք ջնջել են այդ նյութերը նաև նյութի տակ ամբողջական մեկնաբանություններ, որպեսզի ազատեն իրենց գլուխը եւ համապատասխան պատիժը չկրեն պատկան մարմինների կողմից։ Ահա այդ նյութերից մեկը, որը ամբողջական պահպանված է մեզ մոտ կրիչների եւ սկավառակների վրա, դրանք կան, բայց իրական նյութում այդ ամենը ջնջված է։ Խնդրեմ լսեք։ Կոլեկտիվ կարելի ասել կոլեկտիվում ներ են խոժում տարբեր անսպասելի չար մարդիկ, որոնց բառապաշարը բոլորովին մերին չի համընկնում եւ նույնիսկ չեմ ուզում կոմենտել դա ով էր ինչ էր, չնայած արտահայտվեց աղջիկս գրեց ներքևում fake edge-ից եւ նկարը դրված էր բոլիվուդյան, այո, հնդկական դերասաններից մեկի նկարը, իսկ տակը գրված էր հայկական անուն ազգանուն Գայանե Սարգսյան, հանգստացիր, չարդ մեջի հերիք է, դեմքդ պատրեցիր եւ բոլորը տեսան դու ով ես եւ ինչ բառապաշար ունես, այդքան բան, այլ ոչինչ չեմ ուզում քեզ պատասխանել։ Ահա սիրելի հետևորդներ, այդ անձինք դատական պրոցեսի ողջ ընթացքում նրանք ուղղակի հերքեցին իմ անձին վերաբերող այդ բոլոր մեկնաբանությունները, նյութերը։ Սիրելի հետևորդներ, թողնում եմ ձեր դատին, թողնում եմ նաև վերին ուժերի այդ դատին։ Ինձ համար կարևորը իմ անունը մաքրելն էր այս հարթակում, իսկ դա տեղի ունեցավ։ Չնայած դատարանը երկու դեպքում էլ համարեց, որ իմ հայցը անհիմն է, քանի որ մի դեպքում ամբողջական վիդեոն էր ջնջված, մյուս դեպքում ուղղակի այդ հատվածը, բայց միևնույն է այդ ամենը կա, եթե դուք այս դատավորների ձեռքից դուրս պրծաք, վերին դատավորի, վերին ուժերի մոտ դուք ձեր ուղղակի այս ստորագրությամբ հաստատել եք ձեր մեղսունակությունը։ Եվ այսպիսով, սիրելի հետևորդներ, ահա այն հատվածը, որտեղ խոսում եմ դրա մասին։